Բաց ու ծանր խոսակցություն, կսմիթներ, փաստերի խեղաթյուրում ու համարժեք արձագանք։ Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Կրեմլյան բաց հանդիպումը փակ հարցերի հստակ պատասխաններ տվեց։ Փորձագետները վերլուծում են Մոսկվայում հնչած ուղերձները առանց դիվանագիտական տողատակերի։ Ըստ էության Ռուսաստանը նախապատրաստել է նույն 2013-ի սեպտեմբերի 3-ի փաթեթը Հայաստանին երկրորդ անգամ թրաֆիքինգի ենթարկելու համար։ Ուղղակի իրավիճակներն են տարբեր, 13 տարվա տարբերությամբ, այն որ այն ժամանակ Հայաստանը ղեկավարում էր կոռումպացված ոչ լեգիտիմ եւ բազմաթիվ խոցելիություններ ունեցող մի անձ, մինչդեռ հիմա կոռուպցիայի, կոմպրոմատի եւ լեգիտիմության հետ խնդիր չունեցող անձ է։ Ռուսաստանի նախագահը առաջնային խոսեց Հայաստանի ներքաղաքական դաշտի առաջիկա համապետական ընտրությունների մասին, շոշափելով թեմաներ, որոնք Երևանում ընկալվեցին իբրև միջամտության փորձ։ Կան նաև բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Ես ձեզ անկեղծ կասեմ, մեր երկխոսությունը միշտ եղել է բաց եւ ուղիղ։ Մենք կցանկանայինք, որ բոլոր այդ քաղաքական ուժերը կարողանան մասնակցել ընտրություններին։ Գիտեմ, որ նրանցից ոմանք կալանավորված են, նույնիսկ ունենալով Ռուսաստանի քաղաքացիություն։ Սա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ցանկալի կլիներ, որ նրանք կարողանային մասնակցել քաղաքական գործընթացներին։ Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք։ Ամենայն հարգանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ Հայաստանի Սահմանադրության համաձայն նրանք չեն կարող լինել ոչ падգամավորի թեկնածու, ոչ վարչապետի թեկնածու։ Ուստի այստեղ որևէ սահմանափակում չկա։ Խոշոր հաշվով ընտրություններին նախորդիվ արձանագրումներ այն բանը, որ իրենք հետամուտ են լինելու, որ ռուսական դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը մնան ընտրական պայքարում եւ բնականաբար դրանով նաեւ ցույց տան իրենց ազդեցությունը եւ շահերը քաղաքական դաշտում։ Դա այն մասին էր, որ պետք է իմ մարդը ձեր մոտ ունենա մասնակցություն, ու շատ լավ իմանալով, իրավաբան լինելով, թե գոնե կոնսուլտանտները իրեն հայտնել են, թե Հայաստանի սահմանադրությամբ ինչ սահմաններ կան, հա? Բայց այնուամենայնիվ նա հարկամարեց դա բարձրաձայնել, ինչը նշանակում է նույն բանը, ինչ որ ասում է, ասենք, Հայաստանում որպես քաղաքական ուժ ներկայացող ուժերից մեկը, հա? Հետևյալը, որ մենք թքած ունենք ձեր սահմանադրության վրա։ Պուտինի պնդումները եւ արտահայտած մտքերը վերահաստատում են, որ հայաստանյան որոշ դերակատարներ ուղղակիորեն ներկայացնում են հենց ռուսական քաղաքական ընկալումները, նշում են փորձագետները, տեսակետ հայտնելով, որ Կրեմլի տված քարտ բլանշը կարող է այդ ուժերի դեմ աշխատել։ Արձագանքը շատ հստակ էր եւ մեր սահմանադրության գերակայության դիրքերից էր, այլ ոչ թե օտար երկրյա շահերի պաշտպանության տեսանկյունից, ինչը ցույց տվեց եւս մեկ անգամ, որ մենք ամրապնդել ենք իրականում մեր ինքնիշխանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը առաջին հերթին միջազգային հարաբերություններում ներկայանում է հենց իր պետական շահերի տեսանկյունից։ Փաշինյան-Պուտին հանդիպման բաց հատվածի հաջորդ թեման ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին էր առնչվում։ Մոսկովյան ուղերձը վերջնագրի լեզվով էր, կամ ԵՄ կամ ԵԱՏՄ, նշում են փորձագետներն ու կարևոր համարում դրան Փաշինյանի հստակ արձագանքը։ Որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Պուտինից հետո թեման տակ պահեց նաև փոխվարչապետ Օվերչուկը։ Հրապարակային հայտարարեց, ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը պատճառ կդառնա Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերանայման։ Ռուսաստանի դաշտությունը շարունակում է պահպանել իր ազդեցության լծակները տարբեր ոլորտներում եւ այդ թվում էներգետիկ ոլորտում եւ սա ստեղծում է եւ հիմնավորում է անհրաժեշտությունը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է էներգետիկ դիվերսիֆիկացումը արագացնի եւ ատոմակայանի հետ կապված եւ գազի հետ կապված, էլեկտրական ցանցերի հետ կապված մենք տեսնում ենք համապատասխան արդեն քայլերը, որովհետեւ իհարկե այդ լծակները ըստ անհրաժեշտության օգտագործվելու են քաղաքական նպատակներով, ինչի ակնարկը մենք բազմաթիվ անգամներ լսել ենք ռուսական կողմից։ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքում էին նաև Ղարաբաղն ու ՀԱՊԿ։ Ի պատասխան կառույցից հայկական կողմի դժգոհությունների Պուտինը հայտարարեց, ՀԱՊԿ չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ 2022-ին Պրահայում Հայաստանի ղեկավարության կողմից այն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո իրականում Հայաստանը երբևէ Ղարաբաղի հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել։ Ավելին, Ղարաբաղում ՀԱՊԿ-ի լիազորությունները չէին տարածվում։ Հայաստանը կառույցին դիմել է, երբ Ադրբեջանը նույն թվականի սեպտեմբերին օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքներ։ Վարչապետը Պուտինին ուղղակի ասաց, որ մինչև օրս չեն կարողանում Հայաստանի ժողովրդին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի կատարել պայմանագրային պարտավորությունը։ Հայաստանի դիմումը եղել է ուղղված բացառապես իր սուվերեն
տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու եւ գոնե քաղաքական հայտարարություն անելու համար, ինչը չի եղել, այնպես որ սա իրականության խեղաթյուրում էր եւս մեկ անգամ։ Նիկոլ Փաշինյանը փաստեց նաև Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու Երևանի հայտարարությանը նախորդել են Կրեմլի նման պնդումները։ Դեռ 2020 թվականին Վլադիմիր Պուտինը 2 անգամ հայտարարել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անկախտելի մաս է։ Արմենիա не признала независимость и суверенитет Нагорного Карабаха։ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա նշանակում է, որ թե ԼՂ-ն եւ թե հարակից 7 շրջանները հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անկախտելի մաս։ Азербайджану должны быть возвращены Միջազգային իրավունքի տեսանկյունից ես այդ մասին արդեն ասել եմ, բոլոր այդ տարածքները Ադրբեջանի Հանրապետության անկախտելի մաս են։ Պաշտոնական Մոսկվայի ավելի ուշ արած հայտարարությունները եւս փաստում են, որ իրենք մշտապես ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Карабахской войны. Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակներ առաջ է գնում։ Հայաստանը շատ ու շատ տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան։ Ռուսաստանը դիվանագիտական լուծման բազմաթիվ տարբերակներ առաջարկեց, ինչը նույնիսկ Հայաստանի նախորդ իշխանությունները այնքան էլ դրական չէին ընկալում։ Ցանկանալով պահպանել այն տարածքները, որոնց Հայաստանը երբեք չէր հավակնել։ Ուստի Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը։ Փորձագետները հիշեցնում են նաև դեռ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրած հռչակագրով փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային համագործակցության հիման վրա, փոխադարձ հարգելով միմյանց անկախությունը, պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ պետական սահմանների անձեռնմխելիությունը։ Բնականաբար դրանից հետո բոլորի համար հասկանալի եղավ, որ այն մյուս գիծը քաղաքական առաջ տանելը արդեն որևէ տեղ չի տանելու եւ բնականաբար հիմնվելով Ալմաթիի հռչակագրի վրա Հայաստանի Հանրապետությունը, Պրահայում եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մասնագետները խիստ կարևորում են Պուտինի դիտարկումը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրենք պետք է հակամարտությանը վերջ տալու ուղին գտնեն, մինչդեռ բոլորովին վերջերս պաշտոնական Մոսկվան պնդում էր, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման հիմք շարունակում են մնալ եռակողմ հայտարարությունները։ Իրենք ընդունում են այդ պայմանավորվածություններն այնքանը, որքան դրանք շարունակում են այսօր մնալ ակտուալ եւ բնականաբար նաեւ այստեղ այսպես գովասանքի խոսք դեպի Թրամփ, որը Ռուսաստանի համար կարևոր է նաև ուկրաինական հարցի տեսանկյունից, եթե մենք նայում ենք, բայց ակնհայտ է, եթե Ռուսաստանը միևնույն ժամանակ աջակցում է անուղղակիորեն այն ուժերին, որոնք ռուսական գիծ են տանում, դա այն միտումն է, որ եթե այդ ուժերը գան իշխանության, իրենք հնարավորություն կունենան վերակենդանացնել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եվ հենց այս խոսույթն է, որ ռուսական մեդիայի եւ հայաստանյան ընդդիմադիր շրջանակների օրակարգում է տարիներ շարունակ։ Վերլուծաբանների դիտարկման պատահական չէ նաեւ, որ Փաշինյանի Ռուսաստան այցին նախորդեց բողոքի ակցիա, մի բան, որ Մոսկվայում վերջին տարիներին դժվար է հանդիպել։ Այս ակցիան մենք տեսնում ենք, որ ոչ միայն խրախուսվել է իշխանության մեջ, այլ ըստ էության համահունչ է այն ամենին, ինչ ասվում է հեռուստատեսությամբ։ Նրանք պարզապես դարձել են գործիք իրենց ձեռում, որոնց հայտարարություն է, որովհետև նրանք այնուամենայնիվ ծագումով հայեր են եւ կորցրել են իրենց էմոցիոնալ կապը հայրենիքի հետ եւ հայրենիք են համարում Ռուսաստանը, ղեկավար են համարում իրենց այդ քարորդ դար իր կաբինետը չլքող ղեկավարին։ Փաշինյան-Պուտին հանդիպմանը Պուտինը հիշեցրել էր, թե իր տեղեկություններով Ռուսաստանում 2 միլիոն հայ է ապրում։ Մեկ օր անց փոխվարչապետ Օվերչուկը զգուշացրել է, Հայաստանում ռուսական ընկերությունների ներկայության անցանկալիության մասին խոսակցությունները բացասաբար կանդրադառնան Ռուսաստանում հայկական բիզնեսի աշխատանքի վրա։ Ռուսաստանում Հայաստանը սեփականություն չունի։ Իսկ մնացածն էլ մենք բազմիցս ենք ասել, վաճառեք ձեր բիզնեսը, փողերն առեք, եկեք հայրենիք։ Նրանք ոչ, գերադասում են ակտիվները պահել այնտեղ պատանդ, հետո իրենք են դառնում պատանդ, հետո որպես պատանդ սկսում են Հայաստանի դեմ դիվերսիոն գործունեություն այդ ունեցվածքը փրկելու համար, կներեք, սա արդեն մեր խնդրեմը չի եւ չի կարող լինել։ Վլադիմիր Պուտինի մոսկովյան ուղերձները մասնագետները առաջարկում են ընկալել իբրև ռուսական ազդեցությունը պահպանելու փորձ, այլ ոչ ապրիլ 1-յան կատակ, բայց եւ արձանագրում Երևանը հերթական անգամ պատասխանեց ոչ թե կախվածության, այլ ինքնիշխանության լեզվով։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան եւ Արթուր Պետրոսյան, Կիրակնորյա լուրեր։